Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի մայրաքաղաք տարավ։ Օրվա հյուրը գրող, երգահան, երգիչ Արսեն Համբարյանն է։ Արսեն Համբարյան, գրող, երգահան, երգիչ։ Ծնվել է 1969 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում։ 1986-ից 1994 թվականներին սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում ռոբոտատեխնիկա մասնագիտությամբ։ 1992 թվականից մինչ օրս զբաղվում է մանկական և քանդակագործական ծեփոնի արտադրությամբ։ Արաքն ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենն է։ 2012-ից 2024 թվականներին եղել է Հայաստանի ուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներքիչ։ Արսեն Համբարյանը 4 տպագրված գրքերի հեղինակ է, գրում է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, թատերգություններ, էսսեներ, հեքիաթներ, առակներ և այլն։ Հեղինակել է 300-ից ավելի երգեր, գրված հայ դասականների, ժամանակակից բանաստեղծների, զոհված ազատամարտիկների և իր բանաստեղծություններով։ Երգերից շատերը հիմներգեր են դարձել մի շարք ռազմահայրենասիրական ուղղվածության կառույցների համար։ 2005 թվականից Մշակույթի հայկական ֆոնդի, 2013-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2008-ին հիմնադրել և ղեկավարել է Արատա հայ խոսք ու երգի համույթը։ Բարև ձեզ։ Ես համարում եմ, որ մարդը ավելի շատ ոչ թե այն է, ինչ տեսնում եք, ինչ խոսում եք իր հետ, ինչ որ ճանաչում եք տեսնելով նրա պահվածքը, այլ ավելի շատ ինչ է ստեղծում իր կյանքի ընթացքում, եւ մարդիկ կան, որ մշակութային գործեր են ստեղծում, կան գիտական, կան ուղղակի մարդիկ արհեստավորներ են, բանվորներ են, բոլոր ինչ որ մի բան ստեղծում են, եւ մեծ մասը մարդկանց հիմնականում ամենակարևորը որ ստեղծում են, ընտանիք են ստեղծում եւ ընտանիքի շարունակականությունն են ապահովում։ Այսինքն այն ինչ ստեղծում ես, այն ինչ քո համար արժեք է, ինչ պահպանում ես, ինչ փոխանցում ես, հենց դա ես դու։ Ինչ որ արարում ես, ինչ որ ստեղծում ես եւ փոխանցում ես քո սերունդներին, հաջորդներին, մեր սերունդներին, եւ դրանով էլ հենց ապահովում է ազգի եւ մարդկության շարունակականությունը։ Իմ արվեստը հիմնականում հենց նվիրված է ստեղծելու, արարելու, դեպի լավը բարեշրջելու մարդկային թե հարաբերությունները, թե ազգային առումով, թե հայրենիքի առումով եւ արվեստ ինքս կրթությամբ ինժեներ եմ, պոլիտեխնիկն եմ ավարտել, ռոբոտատեխնիկա մասնագիտությունը, բայց փոքր տարիքից սիրել եմ եւ երգել, գրել եւ նաեւ գրականության մեջ։ Գրողների միության անդամ եմ 13 թվականից, պետական անսամբլի մեներքիչ եմ եղել Հայաստանի ուսանական ժողովրդական երգի պետական անսամբլի եւ շատ համերգներ, շատ հետաքրքիր հանդիպումներ եմ ունեցել տարբեր տարիքի մարդկանց հետ ու հիմնականում փոխանցել եմ իմ ասելիքը։ Արվեստի լեզուն ընտրել եմ հենց ասելիքս փոխանցելու համար։ Եվ դրա համար տարբեր ուղղություններ ունի։ Մի դեպքում թե գրականություն, օրինակ առակներ, հեքիաթներ, պիեսներ, մյուս դեպքում երգեր, կամ ուղղակի հոդվածներ, խոսք, ես եթե ինչ որ ասելիք ունեմ փոխանցելու մարդկանց, ընտրում եմ թե որ ճանապարհով, առաջ երբ որ ձեր տարիքում էի ու մի քիչ էլ մեծ գուցե, իմ առաջ կարծես խնդիր էր առաջացել, սա ձեզ էլ հետաքրքիր կլինի, որ
տեսնում էի, որ տարբեր ուղղություններով ինչ որ հետաքրքրություններ ունեմ, մտածում էի ու շատերը ասում էին, որ մի ուղղությամբ է պետք է մտածել, աշխատել, որպեսզի ավելի առաջ գնաս, ավելի հաջողություններ ունենաս։ Դա երկար ժամանակ կարծես ինձ մի քիչ մեկ-մեկ խանգարում էր, մեկ-մեկ օգնում էր, հետո զգացի, որ պետք չի ոչ մի բան ինչ որ sense բարդույթավորել, փակել։ Եթե այսօր մտքովդ անցնում է բանաստեղծություն գրել, գրի բանաստեղծություն, եթե վաղը մտքովդ անցնում է առակ գրել, առակ գրի։ Երգ ես ուզում գրել, երգ գրի, ուզում ես երգել, երգի, ուզում ես պարել, բարի, պետք չի խանգարել դրանք մեկը մյուսով պայմանավորել, որովհետև հետո դա սկսում է ձեզ խանգարել։ Եթե այդպես օրինակ կներեք համացան համար արևն էլ մտածեր, ոչ թե տարբեր ուղղություններով ճառագայթներ պիտի տար, այլ մի ուղղությամբ, որպեսզի երկար գնար։ Այդպես չի։ Դուք լուսարձակեք, դուք ստեղծեք, մեկի մոտ մի ուղղությամբ կստացվի, մի ուրիշի մոտ բազմ ուղղությամբ կստացվի եւ դա պայմանավորել պետք չի մեկը մյուսով ու փակել ձեր առաջընթացի ճանապարհը։ Գրքերից նախ խոսեմ, քիչ հետո մենք այդ երգը կսովորենք Կոմիտասյան, մեր Կոմիտասի միջոցով փոխանցած մեր երգերից, ազգային երգերից։ Գրքերից ուղղակի ներկայացնեմ ինչ գրքեր եմ մինչև հիմա հրապարակել։ Առաջի գիրքս եղել է հաղթականջ գիրքը, սա չափածո պիես է Հայկ Նահապետի և մեր արորդի հայորդիների, ուրեմն ըստ որոշ տվյալների 4500 տարի առաջ մոտավորապես, բայց ըստ որոշ տվյալների շատ ավելի շուտ, 12000 տարի և ավելի շուտ, տոնած հաղթանակը բելի նկատմամբ, դրան է նվիրված, բայց ինքը ընդհանուր առմամբ նաև հերոսների, տարբեր ժամանակների հերոսների համախմբում կա ժամանակի առումով։ Դուք օրինակ սա կարդալուց կտեսնեք եւ այսօրվա հերոսին եւ կտեսնեք Հայկին եւ Հայկից առաջ եղած մեր արդեն դիցաբանական հերոսներին։ Ես համատեղել եմ այստեղ եղբայրներ են Հայկը, Մհերը, Միրը, Վահագնը, մի խոսքով հատուկ եմ այդպես արել, որպեսզի ապա նաև ինչ որտեղ մեսիջ հաղորդագրություն ուղարկեմ մեզ, ձեզ, որ հայերը կարող են միաբանված գործել։ Ես չեմ պատմի երկար գրքերի մասին, ուղղակի ներկայացնեմ հաջորդ գրքերից մեկը, ուրեմն պիեսների, թատերգությունների եւ թատերական պատմվածքների ժողովածու Մարդանոց, այդպես է կոչվում։ Մարդանոց ինքը տարբեր մարդիկ, որ կարդում են վերնագիրը արդեն նորաբանություն է, տարբեր բաներ են մտածում։ Այստեղ հետաքրքիր նորից մի քիչ առակի լեզվով, մի քիչ նաև ոչ առակային լեզվով ստեղծագործություններ կան հիմնականում մեր ժամանակներում կատարվող մեզնից առաջ եւ մեզնից հետո կատարվողի մասին։ Ընդհանրապես արվեստը, օրինակ հաջորդ գրքերից մեկը, որ առակներս են, այստեղ ես արվեստի լեզվով կարողանում եմ ժողովրդի ազգի մեջ եղած հարցերը ձևակերպել որպես խնդիր եւ ինքս առաջարկել լուծումներ։ Նման լուծումներ եմ տվել նաեւ Բահետո հեքիաթաշարում, օրինակ, այստեղ հիմնականում մի երկուսը կա, որ նոր կերպարներ են կամ իմ արդեն ամբողջական ստեղծագործած կերպարներն են, բայց մեծ մասը գրքերի 12 գրքույկից է բաղկացած, օրինակ Իշխանն ու Այրիկինը, հիշում եք այս առակը, չէ՞, Այգեկցուց Հովհաննես Թումանյանի հեքիաթների մեծամասնությունը Քաջ Նազար, Կիկոսը, Բարեկենթանը, Խելոքն ու Հիմարը, Անխելք մարդը, այդ հեքիաթների շարունակություններ եմ գրել, ես հեքիաթը չեմ փոխել։ Հեքիաթի նախնական, ուրեմն այդ հենց բուն հեքիաթը կա համառոտ գրքի մեջ, առաջի էջում, հետո ասում ես Բահետո, դրա համար հեքիաթը կոչվում է Բահետո հեքիաթաշար։ Եվ շարունակություն եմ գրել։ Այս հարցերը իմ մոտ առաջացել են նույնիսկ ձեզնից էլ ավելի փոքր տարիքում, որոշ հեքիաթներ, որ կարդում էի, կարծես թե ավարտը ոչ թե դուրս չէր գալի, այլ չէի ուզում այդպես ավարտվի։ Հետո երբ դարձա մոտավորապես այն տարիքին, երբ Հովհաննես Թումանյանը գրել է այդ հեքիաթները 40 անց, ես ինքս էլ սկսեցի շարունակել եւ արդեն այն ինչը որ ինձ հարցական էր մնացել թե ինչու է այդպես, ես ինքս սկսեցի շարունակել, օրինակ Խելոքն ու Հիմարը հեքիաթը, ասենց օրինակ բերեմ։ Խելոքն ու Հիմարը հեքիաթը, գիտեք երևի մեծ մասը, այնտեղ խելոք է համարվում այն եղբայրը, որը որ հարստահարում է իր մյուս եղբորը, եւ հիմար է համարվում այն եղբայրը, որը վստահում է իր եղբորը։ Դրա համար է նա կարողանում հարստահարել։
Եվ այսպես դառնում է, ոնց որ այսօրվա լեզվով ասած կներեք, որ հիմա ասում են քցեց։ Նույն ձևի դառնում է եղբայրը եղբոր, ընկերը ընկերոջը, եւ կարծես թե սխալ հետևություն են անում։ Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներում ճշգրիտ 100%-ով կարելի ասել ճշգրիտ ախտորոշում է մեր հասարակության բացերը, թերությունները, հիվանդությունները։ Եվ եթե գիտեք, բժշկության մեջ ամենակարևոր հենց կետը ախտորոշելն է։ Եթե մարդու հիվանդությունը ճիշտ չեն ախտորոշում, նա ճիշտ չի բուժվում։ Ընդհակառակը բուժումը բերում է հակառակ էֆեկտի, ավելի վատանում է վիճակը։ Հովհաննես Թումանյանը հանճարեղորեն ախտորոշել է մեր ազգի հիվանդությունները եւ հեքիաթների մեջ տալիս է դա։ Մենք պետք է ճիշտ հետևություն անենք եւ հասկանանք, որը ոնց պիտի արվի, որը ոնց պիտի չարվի, բայց երբեմն մեզ պետք է որ օգնեն, լինեն ուսուցիչները, լինեն ծնողները, թե ինքներս մենք մի քանի անգամ կարդալով պիտի մտածենք, թե իրականում ինչ էր ասում այս հեքիաթը։ Դրա համար օրինակ այդ նույն Խելոքն ու Հիմարը հեքիաթի մեջ շարունակության մեջ ես արդար արքայի կերպար եմ բերում, դա էլ եմ միտումնավորանում, որովհետև հիմնականում հեքիաթները փոքր տարիքում են կարդում երեխաները եւ շատ դեպքերում ճիշտ հետևություններ չեն անում։ Արդար արքայի հեքիաթներում որ նայեք մեծ մասամբ արքաները, թագավորները կամ իշխանները կամ չար են լինում կամ արդարամիտ չեն լինում, ինչ որ ուրիշ բաներ են անում։ Ես դրա համար իմ հեքիաթներում բերում եմ արդար արքայի կերպար, որովհետև մտածում եմ, որ այն երեխան, որ պիտի կարդա, նա պոտենցիալ այն նախագահն է կամ վարչապետն է կամ նախարարն է կամ թեկուզ իր ընտանիքի ղեկավարն է, նա պետք է ճիշտ արդարամիտ արքայի իշխանավորի կերպարով դաստիարակվի, տեսնի հեքիաթներում, որ հետո էլ ինքն էլ դա հասկանա եւ ընդունի եւ դառնա այդպիսի արդեն վաղը մյուս օր նախարար, վարչապետ, նախագահ, որպեսզի մեր երկիրը ավելի ծաղկուն ապագա ունենա։ Գրականության մասին մի քիչ հետո ձեզ առակներ կկարդամ մի երկու, բայց հիմա ուզում եմ նաև երգերից էլ խոսել։ Մեր թե գրականությունը, թե երգարվեստը, թե ընդհանրապես արվեստը գալիս է հազարամյակների խորքից, շատ հին դարերից։ Դեռ եթե պատմության թանգարան գնացել եք, այնտեղ 7-8000 տարվա մաճ կա, գութան կա։ Նույնիսկ այդ ժամանակ արդեն հայը երգում էր հորովելները առնվազն 7-ից 10000 տարի պահպանվել եւ եկել են մեզ են հասել։ Հորովելները ոչ միայն աշխատանքային երգեր են, որը այդ գործանողը երգում է, այլ դրա մեջ հետարքիր բաներ կա, օրինակ ասում է Եզո ջան, աղբեր ջան, Աստծո հետ է խոսում, իմ սևորը երբ է անցնելու։ Այսինքն դրանք խոհափիլիսոփայական երգեր են նաև։ Բացի այդ տեսեք, եթե մարդը իր Եզոյին, որի միջոցով վար է անում, դիմում է աղբեր ջան, այս գաղափարները հələ նոր քաղաքակիրթ աշխարհում տարածում է, որ կենդանիներին պետք է հանդուրժողաբար վերաբերվել, բարեկամաբար, իսկ դա արդեն հազարամյակներ առաջ մեզ մոտ կա։ Ուրիշ բան, որ մենք շատ բաներ լավ չենք պահպանում, դասերը ճիշտ չենք խաղում, այ քիչ հետո նաև կխոսեմ ինչ-որ երգերի մասին, որոնց մեջ մեծ դասեր, նաև հետաքրքիր գաղափարներ կան փոխանցած դեռ նախաժամանակներից։ Ուրեմն հիմա մենք փորձենք մի հատ այդ մեր երգերից, որ շատ հին ժամանակներից եկել մեզ է հասել, ու Կոմիտասի միջոցով, մեր մեծն Կոմիտասի միջոցով նաև տարբերակներով գրի արվել ուղիղ եւ ինքը կարողացել է նաեւ դրանց մեջից իր բյուրեղյա ազնիվ մաքուր հոգով փոխանցել մեզ ամենամաքուր ազգայինը, այդ երգերից մեկը փորձենք միասին սովորել, ձեզ մոտ բառերը կա։ Այսօր ուրբաթ է Պասե։ Հիմա ես ուղղակի սկիզբը երգեմ ու միասին կփորձենք երգել։ Այսօր ուրբաթ է Պասե, դե զնգը զնգը դե ջան, հիմա միասին։ Այսօր ուրբաթ է Պասե, դե զնգը զնգը դե ջան։ Հիմա կխնդրեմ այսօր ուրբաթ է Պասեն երգեն աղջիկները, իսկ տղաները երգեն դե զնգը զնգը, բայց հզոր, որ չզիջեք։
Այսօր ուրբաթ է պասե տղեր դե զնգը զնգը դե ջան շարունակում ենք սրտի կարծաթ է տասե դե զնգը զնգը դե ջան հիմա բոլորով ամբողջն ենք երգում գնացինք Այսօր ուրբաթ է պասե դե զնգը զնգը դե ջան սրտի կարծաթ է տասե դե զնգը զնգը դե ջան սրտիկ մալուլ մի մնա դե զնգը զնգը դե ջան աշխարհ մարդու չի մնա դե զնգը զնգը դե ջան Հիմա գնում ենք 5-րդ եւ 6-րդ տները գնացինք երեխեք ջան միասին երգենք Կռում կանչեր սարերուն Ջուր կուգավերին ապրեք Կրկներքը մի հատ եք երգում Ջուր կուգավերին Շատ ապրեք, ես գոհ եմ, շատ լավ էր, ձեզ ծափահարում եմ։ Երեխեք ջան, հիմա ես ձեզ մի քանի առակ կկարդամ իմ առակներից, դուք ինքներդ փորձեք ասել, թե ինչ է ասում այս առակը։ Մի օր մարդն արարչին ասաց, եթե ես չլինեի, քեզով պիտի տեսներ, ճանաչեր եւ աստվածացներ։ Արարիչը նայեց մարդուն եւ ասաց. Ինչ լավ է որ ստեղծելիս մյուս կենդանիների բերանն էլ լեզու չեմ դրել։ Հասկացաք ինչի մասն է։ Ինչի մասն է ով կասի մեկը ասեք խնդրում։ Իմ կարծիքով եթե արարիչը նկատի ուներ, եթե նա մյուս կենդանիների բերանն էլ լեզու դներ, այսինքն մյուս կենդանիները նույնպես կարողանային խոսել, նրան այնքան էակ կասեր, որ եթե ես չլինեի քեզով կտեսներ, որ նա արդեն կհոգներ կմեծարեր, նա արդեն կհոգներ այդ նախադասությունից։ Ինչու կհոգներ։ Որովհետև շատ խոսում է մարդու մեծամտության մասին, չէ՞, ինքը նույնիսկ մտածում է, որ Աստվածնով է, որ եթե ես նրան չաստվածացնեի, այո, մոտավորապես ճիշտ եք բացատրում։ Հիմա էս մեկը մարդու աստիճանը։ Ծերունի խրատը նկատեց, թե ինչպես է մի մարդ ու կին ինչ որ չնչին բանի համար ծեծում իրենց որդուն։ Նախատեց. Ինչ եք անում այ անխիղճներ, ինչու եք ծեծում փոքրիկին։ Չենք ծեծում, դաստիարակում ենք, որ մարդ դառնա, պատասխանեց ամուսինը։ Խոսքով են դաստիարակում, խելք ու խրատով եւ անձնական օրինակով։ Ծեծովով է մարդ դարձել, որ նա դառնա, ասաց ծերունի խրատը։ Ինչու, ասում են ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինի, հակաճառեց կինը։ Այո, բայց սիրուց ծնված, սիրով ծնված զավակը հենց իր աստիճանին կլինի, այսպես խրատեց խրատը, այսինքն կարևորը որ մարդը իր աստիճանին լինի, կարևոր չի որ իրեն թվա թե բարձր աստիճանի հասել, իշքան ոչ իրեն արժանի բարձր աստիճանի է հասնում, այնքան եւ ինքն է ուժում եւ հասարակությունը, այնպես որ հասեք ձեր աստիճանները երեխեք ջան ու ինքնուրույն այդ ամեն ինչը սովորեք Երեխեք ջան, ուրեմն քանի որ ես խոսեցի երգերից հնագույն, ասեմ, որ կա իսկապես բաներ, որ շատ գաղտնիքներ կան մեր երգերի մեջ, դուցազներքերի մեջ։ Օրինակ տեսեք, մենք ունենք Կարոս խաչ երգ, որ էլի Կոմիտասի գրքերում կա, կարող եք տեսնել։ Կարոս խաչը այն մասին է, թե ինչպես ուրեմն 40 հոտախ խաչ են սարքում, պողե ուրձեն, պատկերացրեք, ուրեմն այսինքն փողե ինչ որ պղնձա փողից խաչ են սարքում
ու ասում է 4 գլուխներ խնձոր զարկեցի, թզենու թփով փաթութեցի, ասես որ ամրանա էլի։ Ու էլի մի երկու բան ասում է այս խաչը դրեցին վեր տաճարին, այսինքն դրեցին տաճարի վրա, այսպես։ Ասում է շարունակությունը, գիշերը լույս կուտար վր գեղին, այսինքն գիշերը լույս էր տալի, ցերեկը հով էր անում մեջ գեղին։ Այսինքն այս խաչը ստեղից հասկանում, եթե հով էր անում, սովորական հասկանում եք, չէ՞, պտույտ ունի, ինքը պտտվում է։ Եթե պտտվում է, հասկացանք լավ հով է անում, բայց լույս ոնց է տալի։ Այս երգը իմիջիալոց եւ բոլոր երգերը ինչի մասին խոսում եմ, էլի հազարամյակների խորքից են գալի, երբ մարդիկ չգիտեին հոսանքի մասին։ Ուրեմն ոնց է լույս տալի։ Սա հողմաղացի, ջրաղացի եւ դրանից էներգիա ստանալու գաղափարն է այս երգի մեջ։ Մեր պապերը հազարամյակներ առաջ ունեցել են այդ գյուտը եւ երգերի միջոցով, բանահյուսության միջոցով մեզ են փոխանցել։ Ես որպես ինժեներ կարդալով այս երգը, երգելով կարողացել եմ տեսնել այս գաղափարը եւ ոմանք կասկածելով ասում են պատահականություն է, բայց շարունակությունը երբ լսեն, կհասկանան որ պատահականություն չէ։ Քուրդ ամիրը ասում է սա վայել չէ հայ ազգին այդ խաչը, որը հզորացնում է իրենց։ Այդ մասին է խոսքում, որ հայերին հզորացնում է։ Սա վայել է ուրեմն իմ ազգին, գնացեք բերեք այդ խաչը, զորք է ուղարկում։ Զորքը գնում է այս խաչը բերելու եւ ասում է ոտքը դրեց շեմին, ձեռքը մեկնեց խաչին, կարոս խաչ է կոչվում, ամենակարող խաչի մասն է խոսքը եւ նախաքրիստոնեական ժամանակների մասին է խոսքը։ Ուրեմն եւ ձեռքը մեկնեց եւ ասում է ատամ էր այդ ճակտին, առաջին եղավ վերջինին, վերջին առաջինին, բան շղթայական հոսանքահարման ուրեմն բանի երևույթի մասն է գնում խոսքը։ Այսինքն նրանք ովքեր չեն իմանում գյուտից օգտվել, նրանք հոսանքահարվում են, դա իրենց համար դառնում է աղետ։ Իսկ նա ով գիտի ինչ է ստեղծել, հոսանքից ստանում է շատ լավ արդյունքներ է ստանում, որից օգտվում է նաև ինքը եւ հասարակությունը եւ մարդկությունը։ Մի ուրիշ բան, օրինակ դա Կարոս խաչի մասին։ Վահագնի ծնունդ ես խոսքերը իմիջիալոց Մովսես Խորինացին եմ ես փոխանցել հասարամյակների խոսքից, գիտեք, երկներ երկին, երկներ երկիր, երկներ եւ ծովն Ծիրանի, չէ՞։ Ուրեմն հազարամյակների խոսքից այս խոսքերը եկել մեզ են հասել։ Մեզ Փառք Աստծո, որ Խորենացին գոնե այդ պատառիկը փրկեց եւ փոխանցեց, երբ ամեն ինչ ավիրվում էր կրոնական փոփոխության պատճառով։ Այդ երևույթը մեր մոտ շատ է կրկնվել, մենք պետք է նորը կառուցելուց հինը չքանդենք, պետք է հինի վրա կառուցենք։ Ուրեմն տեսեք, Վահագնի ծնունդի մեջ խոսվում է Եղեգան փողից դուրս եկող պատանեկիկի մասին։ Հիմիկվա գիտնականները, աստղագետները վարկածներ ունեն, որ սև խորոշները իրենցից ներկայացնում են նորից փող գաղափարն է, երեխեք ջան, այս եղեգնյա փողը, ուրեմն սև խորոշները իրենցից փող են ներկայացնում եւ իրենք ամեն ինչ կլանում են իրենց մեջ, բայց իրենք ինդուկցիոն կոչի նման, տիեզերական ինդուկցիոն կոչի նման, գիտեք ինդուկցիոն կոչի ինչ է, որի մեջ մարող մասնիկները էլեկտրոմագնիսական մտնում են, այս կողմից ասենք, ու մյուս կողմից դուրս են գալի։ Դրա համար որ ասում են աստղերը մարում են, արևը կարող է մարել, այդպիսի բան չկա։ Մենք հիմա չգիտենք, գուցեև մենք հիմա մեր ամբողջ համաստեղությամբ մի սև խոռոչի, մի տիեզերական ինդուկցիոն կոչի մեջով ենք անցնում եւ գուցե արևը նորից լիցքավորվում է, ինչպես ձեր հեռախոսները։ Եվ երբ որ լիցքավորված Վահագնի ծնունդի մեջ խոսում է այդ մարող աստղի մասին, որը մտնելով Եղեգան փողի մեջ ծերացած աստղը, ծերացած աստվածությունը Վահագնը դուրս է գալիս որպես խարտյաշ պատանեկիկ, հուրեր ուներ, բոց ուներ մորուս։ Եվ այս տողերը ես նաև երգի եմ վերածել, որ մարդկանց համար շատ հետաքրքիր, ուրեմն հին մտածողություն ունեցող մարդկանց համար նաև կարծես հիմներք է դարել։ Ուզում եմ նաև Մոկաց Միրզայի մասին ասել։ Մոկաց Միրզան Ավետիք Իսահակյանի հուշերում ուրեմն կա այսպիսի բան, որ Կոմիտասը նամակում գրում է, որ նոր եմ գտել այս երգը եւ այս երգի մեջ մեր նախաքրիստոնեական ժամանակների, մեր հին ժամանակների ուժը կա, մեր ձորերի, լեռների ուժը կա, հզորությունը կա եւ ասում է ամենայն հավանականությամբ այս երգով էր ուրեմն Ձենովոհանը կրթում Սասնա Դավթին կամ Սասնա ծռերին։ Ինչի մասն է խոսքը։ Այս երգի մեջ այնպիսի մի դաս կա, երեխեք ջան, որ մեր առաջնորդը, Մոկաց աշխարհի առաջնորդը,
Նրան ուրեմն թշնամին չկարողանալով ճնշել ուժով, նրան հրավիրում է իր օդան, այսինքն ժամանակավոր կացարանը, Կոլոտ Փաշան հրավիրում է, ասում է մեկ բաշլեն միրգ, խնձոր է եղել կամ ձմերուկ, ասում է այս մեկ բաշլեն միրգը դրեց սեղանին եւ ասում է դանակ դեղեց մեկ երեսեն, այսինքն դանակը թույնեց մի երեսից, դեղել թույնել է նշանակում, կիսեց, իբր եղբայրաբար իրեն հյուրասիրում է, կիսեց եւ այդ թույնած մասը տվեց Մոկաց Միրզային, մյուսը ինքը կիրավ եւ այդպես Մոկաց Միրզային նա կարելի ասել թունավորում է։ Այստեղից հետևություն, որ մեր առաջնորդները, թե ընդհանրապես դուք բոլորդ թշնամու հետ, որ ասում է ընկերություն արա, բայց փետը ձեռքիցդ մի գցի, Իսկ դուք պլաներ ունեք այլ հեքիաթների շարունակություններ գրել։ Դա ոչ թե ես հատուկ ծրագրավորել եմ դրա համար եմ գրել, այն հեքիաթները, որտեղ նկատել եմ, որ իմ մոտ հարց է առաջացել եւ շարունակություն ուզեցել եմ այնպես գրել, որպեսզի ասենք կարդացողը ոչ թե ուրիշին հարցնի, թե ոնց է պետք լուծում տալ, այլ ինքը արդեն կարդալով գա հասնի դրան։ Եթե նորից լինեն այդպիսի հեքիաթներ, որոնց մեջ կզգան, որ իրենք կարող են սխալ հետևությունների դրդել երեխաներին, փորձեմ շարունակել ու ոչ միայն ես, այլ դուք ինքներդ էլ փորձեք, օրինակ այս հեքիաթները, որ ես գրել եմ, որոշ դպրոցներ եւ բեմադրել են, նաեւ որոշ ուսուցիչներ երեխաներին առաջադրանք են տվել, որոշ երեխաներ իրենց ուզած շարունակություններն են գրել առանց աղավաղելու հեքիաթը։ Այդպես նաեւ հերոսներն են շարունակում ապրել։ Որոնք են ամենահաճախ հանդիպող մասնագիտական դժվարություններին եք հանդիպել դուք։ Ընդհանրապես դժվարություններին ես այսպես եմ մոտենում, դուք էլ խորհուրդ կտամ այդպես մոտենաք, տեսեք, քայլում եք, խութի եք հանդիպում ինչ-որ, ոտքը դիպչում է ուշադիր չես եւ ընկնում ես, չէ՞։ Ուրեմն երկու տարբերակ, օրինակ ստեղ առակներից մեկում կա, որ այդ քարին որ հանդիպել է, այդ մարդը փորում է, որպեսզի այդ քարը հանի ճանապարհից դուրս, որ ուրիշն էլ բան չլինի, ու մի հատ հին վանք է գտնում։ Եվ ասում է ես վաղուց փնտրում էի, որ գտնեի քեզ, այսինքն այդ քարը այնքան էլ խոչընդոտ չէ։ Մյուս դեպքում էլ դու կարող ես այդ խոչընդոտը եւ մյուս խոչընդոտները դարձնել աստիճան եւ ոչ թե դրանք քո համար խոչընդոտ լինեն, որից դու ընկնում ես, այլ դրանց վրա հենվելով բարձրանալ վերև։ Այսինքն սովորեք ձեր դժվարությունները դարձնել ձեզ համար բարձրանալու աստիճաններ։ Ու տեսեք, դուք գրում եք հեքիաթների շարունակություններ։ Մտածել եք գրել կինոների կամ երգերի շարունակություններ։ Այո, օրինակ հենց որ ասացի Վահագնի ծնունդը ժամանակին վիպերք է եղել, հենց երգվել է, բայց երաժշտությունը հիմա ոմանք գտնում են, որ շարականների մեջ պահպանվել է երաժշտությունը, բայց ուրիշ բառերով, ես դեմ չեմ գուցեև, բայց տվյալ դեպքում եթե մենք այդպես մոտեցում անենք, կարող է երկու երգ փչանա ուղղակի եւ Վահագնի ծնունդը եւ այդ գեղեցիկ շարականը, դրա համար որոշեցի ինքս գրել երգ, երաժշտություն ու բացի երաժշտությունից նաեւ գրել եմ շարունակություն բառերի։ Այսօր մասնակցեցինք քո արվեստը դպրոցում ծրագրին եւ իմ կարծիքով սա շատ հետաքրքիր էր, ես շատ բան սովորեցի։ Ինչ պարոն Համբարյանին տեսնել է, ինձ թվում էր, որ տարիքային տարբերությունը կխանգարի շփման մեջ, բայց իրեն լսելով իր խորհուրդները հասկանալով, ես դեպի ապագա իմ քայլերը ավելի կփոփոխեմ ու ավելի վստահ կքայլեմ։ Հանդիպում Արսեն Համբարյանի հետ ես նորից ու նորից հասկացա, թե ինչքան հին ու հետաքրքիր ու գեղեցիկ է եղել մեր հայրենիքը։ Շատ ուրախ էի հանդիպել Արսեն Համբարյանի հետ եւ իմանալ հայտնի առակագիրի մասին։ Իր առակները, իր երգերը շատ բան է սովորեցնում մարդկանց ու սովորեցնում են, որ երբեք պետք չի հանձնվել ու Հայաստանը մի օր նորից համախմբվելու է։ Այսպիսի հանդիպումները պետք է նաև ավելի հաճախ անցկացնել, որպեսզի երեխաները կարողանան ավելի հաճախ շփվել այսպիսի մարդկանց հետ։ Ցանկանում եմ, որ նրա հայտնիությունը ավելի բարձրանա եւ մարդիկ ավելի հաճախ սկսեն կարդալ նրա գրքերը եւ լսել նրա երգերը, որ նա գրել է պատանի տարիքում։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ, Լուսաբաց, թե մայրամոտ։ լուսաբաց, Ինքնաբուխություն, թե պլանավորում։ ինքնաբուխ պլանավորում,
Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Լրություն։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Երևի արթուն երազ։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Սասնա էպոսը եւ Դոն Կիխոտը։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Ձայնագրիչ։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Ամեն դեպքում սիրուց։ Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ Առանց հավատի ապագայի, ազգի ապագայի նկատմամբ։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Երևի ավելի շատ ոգեղենություն։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Ազնիվ ապրել։ Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ Բովանդակությունը միանշանակ։ Ինչն է ավելի դժվար։ Խոսել, թե լռել։ Լռելը։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Սերը։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Խաղաղ արարում։ Դանիել Վարուժանը եղերնի ժամանակ իր վերջի շնչում գրեց Անդաստան բանաստեղծությունը, լինելով եղերնիզոր նա աշխարհի 4 կողմերին այդ ժամանակ կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ աշխարհի 4 կողմերին խաղաղություն, բերկրություն, օրներգություն ցանկանալ, նաեւ վերջի ամենաբառը սիրերգությունն է։ Եկեք սիրերգություն ցանկանանք մարդկանց ու աշխարհին։